Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովից ծով փոդքասթն է, ձեզ հետ են ինչպես միշտ Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից եւ ես Ռուբեն Մելիքյանը Երևանից։ Մենք քննարկում ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան։ Բարև ձեզ հարգելի դիտողներ։ Դե շաբաթվա կարևորագույն իրադարձությունը կարծես թե այս 2-3 շաբաթ է նույնն է, դա ըստ պատերազմն է մերձարևելքում, ինչպես եւ ամենասկզբում ձեզ համար արևելք, մեր համար հարավ է։ Աշխարհի ռեգիոնը կոչվում է մերձավոր արևելք։ Հա, ուրեմն ինչպես եւ խոսել ենք, փաստորեն պատերազմը շարունակվում է այն միտումով, թե ով ավելի շուտ ուժասպառ։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը խփում են առաջի հերթին Իրանի ռազմական օբյեկտներին, փորձում են նրա հրթիռային այդ պոտենցիալը հնարավորինս թույլատնել եւ Իրանն էլ ըստ էության գնալով ավելի քիչ հրթիռային հասցնում, հա։ Իսկ հերթին Իսրայելը ներողություն, Իրանը իրեն դրել է, այսպես ասած, կամիկադզեի, հա, ինքնասպանի ուրեմն պոզայի մեջ եւ խփում է այն ամեն ինչին, ինչին որ կարող է խփել։ Ու մի կողմից թվում է թե անիմաստ քաղաքականություն է, անիմաստ ռազմավարություն է, բայց մյուս կողմից նրանք փաստորեն փորձում են առաջացնել էներգետիկ ճգնաժամ եւ գիտեք արդեն նավթը նորից $100 բարձրացավ։ Մի կողմից եւ երկրորդը նրանք խփում են նրանք ինչին կարողանում են, այսինքն հրթիռներ քիչ են մնացել, հրթիռներով խփում են Իսրայելին, իսկ այդ անօթաչուներով խփում են շրջակա երկրներին եւ փաստորեն բերում են նրանց այն համոզման, որ նրանք ստիպեն Միացյալ Նահանգներին հանեն իրենց բազաները տարածքներից, որ Միացյալ Նահանգները չկարողանան այնտեղից հարձակվել Իրանի վրա։ Այս վիճակն է փաստորեն այց ով երկար կդիմանա ու հակահրթիռային միջոցները կամ հրթիռները ավելի շատ են, հա։ Ամենայն դեպս այս ընթացքում կարծես թե չի երևում պատերազմի վերջը, չնայած Թրամփը քանի անգամ հայտարարեց, որ հաղթել է ինքը արդեն ու երբ ուզենա այդ ժամանակ հայտարարի, որ ինքը հաղթել է։ Դե այստեղ որպես ռեզյումե կարելի է տալ, հա, այս անցած շաբաթին։ Աղա ջան, ես քո ռեզյումեին մի քանի կարճ փաստ նույնպես ավելացնեմ, որ Իրանը ընտրեց իր երրորդ հոգևոր առաջնորդին, զոհված առաջնորդ Ալի Խամենեիի որդուն, Մոջթաբա Խամենեին, որը կարծում եմ այն ղեկավարն է, որի պարագայում բանակցություններ վարել, զիջումներ կորզել, չգիտեմ, ինչ-որ վենեսուելական սցենար ունենալ այստեղ մի քիչ դժվար է պատկերացնել։ Սա նույնպես կարևոր փաստ է, որովհետև ամեն դեպքում, ինչպես դու ասեցիր, կամիկադզեի ռազմավարություն են իրականացնում, նույնը կարելի է ասել նաև այսպես նահատակի ռազմավարություն են իրականացնում, ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են այս զոհողությանը եւ փորձում են հնարավորինս վնաս հասցնել, որը իրականում կարող է որոշակի ազդեցություն ունենա, հատկապես որ ոնց հասկանում եմ ձեզ մոտ Թրամփի ռեյտինգի առումով մենք լուրջ խնդիրներ ունենք եւ նաեւ կարդացի որոշ լրատվականներ, որ հնարավոր է որոշակի այսպես իմպիչմենտի գործընթացներ սկսեն։ Այ հիմա հա, այս մասով մի հատ տեսնենք դա իրականում դու լուրջ համարում ես թե չէ։ Դուք ինչի խնդիրներ ունեք Թրամփի իմպիչմենտի հետ կապված, մենք ունենք խնդիրներ։ Դե այդ եմ ասում էլի, այսինքն Թրամփը խնդրահարույց վիճակների մեջ է հասել։ Այդ դրա հավանականությունը այս պահին երևում է թե չէ իմպիչմենտի օրինակ։ Ասա։ Ուրեմն այստեղ Թրամփը հայտարարեց նույնիսկ, որ իրենք վերացրել են Իրանի ողջ ղեկավարությունը եւ ասենք պատճառներից մեկը որ բանակցություններ չկան, այն է որ մարդ չկա որ բանակցի։ Հասկանում ես, արդեն այստեղ կնում են նման անհետեցությունների։ Իհարկե, ուրեմն այս պատերազմին հավանություն չեն տալիս բնակչության մեծամասնությունը, եւ մենք ես նույնիսկ տեսել եմ
երեք, հա, մի ուրեմն լցակայանում նույնիսկ $6 են ասել բենզինը, ինչը չափազանց բարձր է եւ չասեմ դեռ ասենք մեր մոտ շատ են էլեկտրական մեքենաները, բայց այլ տեղերում բենզինի այդ նման բարձրացումը լուրջ ազդում է ուրեմն մարդկանց կենսամակարդակի վրա։ Ուրեմն ես կարդացել եմ նման զեկույցներ, որ հիմա եթե լինեն ընտրություններ, ապա դեմոկրատները հաստատ կվերցնեն ուրեմն ստորի պալատը եւ կա որոշակի հավանականություն, որ նրանք վերցնեն նաեւ սենատը։ Բայց պետք է անպայման հաշվի առնենք, որ ընտրությունները դեռևս լինելու են նոյեմբեր ամսին, հա։ Շատ կա։ Եվ այս ընթացքում հնարավոր են որոշ մանիպուլյացիաներ, օրինակ արդեն խոսում են մասին, որ Հեքսեթին, հա, ով որ համարվում է պատերազմի նախարարը, Հեքսեթին պատրաստում են, որ իրեն մատաղանեն, ասեն, որ նա է մեղավոր, որ ենթադրեք այս վիճակը ստեղծվել։ Ամեն դեպքում մանիպուլյացիաների հնարավորություն կա, բայց իհարկե այս պատերազմը ոչ պոպուլյար պատերազմ է։ Նույնիսկ գիտես խիստ, ասենք, պրոհրեական, անգամ սիոնիստական համարվող հանրապետականները արդեն սկսում են հրաժարվել պատերազմին հավանություն տալուց։ Դե հա, չէ, իսկ բուն իմպիչմենտի հետ կապված խոսակցությունները դրանք տեն զուտ ցածր մակարդակի խոսակցություններ են, թե նաև խոսվում է կոնգրեսի այսպես միջանցներում։ Ես կարծում եմ, կոնգրեսի միջանցներում լինում, բայց ես կարծում եմ, որ այս պահին նման հնարավորություն չկա, բայց կոնգրեսում եղած ուժերի դասավորությամբ չկա, բայց կրկնեմ, որ այդ ուժերի դասավորությունը կարող է փոխվել հենց այս պատերազմի պատճառով։ Հա, այսինքն կարելի է դրա մասին խոսել նոյեմբերից հետո։ Ну, այսինքն հունվարից հետո, երբ որ նոր կոնգրեսը արդեն սկսի գործել, նոր ընտրված կոնգրեսը սկսի գործել։ Ես կարծում եմ այո, դե թե այս ընթացքում չլինեն ավելի անկանխատեսելի սուր բաներ չլինեն։ Դե նոյեմբերի մասին եք խոսում, բայց մինչև այդ մենք էլ այստեղ ընտրություններ ունենք նշանակված հունիսին եւ ընտրությունների հետ կապված զուգահեռ process-ներ են։ Ну, զուգահեռ չասենք, դրա հետ կապված process-ներ են տեղի ունենում, որոնք որ այսպես թե այնպես կապված են ընտրությունների հետ։ Կարևոր եմ համարում այն, որ 3 ընդդիմադիր ուժերից մեկը որոշակի փողոցային պայքարի քայլեր ձեռնարկեց, իհարկե դա շատ այսպես սահմանափակ նշանակություն ուներ, խոսքը վերաբերում է ուժեղ Հայաստան կուսակցությանը, սահմանափակ նշանակություն ուներ, վերաբերում էր բացառապես 3 նշանակված Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատական նիստին, ազատության պահանջներ, բայց ես կարծում եմ սա նաև լավ նախավարժանք կարող է լինել, փորձարկում կարող է լինել եւ իմպիչմենտից ենք խոսում Ամերիկայի, ես ուզում եմ վերահաստատել իմ մոտեցումը, որ մենք եթե սովորական ձևով գնանք ընտրության, ապա շատ ոգևորիչ վիճակ ստանալ դժվար հաջողվի, այսպես շատ մեղմ եմ ձևակերպումները տալի, որովհետև ճիշտ է Նիկոլ Փաշինյանի այսպես ռեյտինգը գուցե բարձր չէ, բայց նա եւ ոչ թե գուցե այլ հաստատ բարձր չէ, բայց նա ի տարբերություն ընդդիմության ունի բազմաթիվ գործիքներ, որ կարող է օգտագործել։ Իդեպ մենք մեր հաղորդումներից մեկում դրա մասին խոսում ենք դեռ ամիսներ առաջ, հիշում ես։ Հիշեցրու խնդրեմ։ Նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ բազմաթիվ գործիքների կարող է դիմել։ Նրանք կարող են, այսպես ասած, դրական բաներ տալ, Թուրքիան, Ադրբեջանը, Եվրոպան, այսինքն այն ուժերը, որոնք որ նրան ծափահարություններով պահում են իշխանության, որոշ դեպքերում ատամներով են պահում իշխանության, կարող են, չգիտեմ, բազմաթիվ գործիքներ կան, վիզաների ազատականացման գործընթացի առաջ մղման հետ կապված, Թուրքիայի հետ ճանապարհի սահմանների բացման հետ կապված, բան է անում, մայիսին եվրոպացիները գալիս են այստեղ մեծ համաժողովի, ոնց որ թե հայտարարություն եղավ, որ մայիսի 28-ին ռազմական շքերթ են անում, ասենց ինչ-որ բաներ։ Իր դիրքերը բարելավելու բավական լայն հնարավորություններ ամեն դեպքում կան, եւ ընդդիմությունը ինչքան էլ աշխատի, համենայն դեպս շատ մեծ չի հավանականությունը, որ նա կարողանա
այդ աշխատանքի արդյունքում ավելի շատ բարելավել իր դիրքերը։ Ես մի բան ավելացնեմ, պես Նիկոլը հիմա ուրեմն փորձում է տարբեր դիրքերից հանդես գալ, այսպես ասած, տարբեր գլխարկներ դնել, ի նկատի ունեմ իր շրջապանը, փոխաբերական իմաստով։ Հիմա նա գեղջուկ է խաղում իր այդ պերաշկի բան կոկորոզ ուտելով, հա, եւ ուզում է այս մի արարը ավարտի, որպեսզի մայիսին արդեն սկսի խաղալ եվրոպացի։ Նա փորձում է աշխատել բոլոր սեգմենտներին դուր գալ հասարակության։ Հա, դե դրանից առաջ բաներ անում, բառաբանշիկություններ անում, եսի միջեր անում, այսինքն ամեն բոլոր խավերի հետ է աշխատում, այդ ակնհայտ է եղել։ Սա մի կողմից, բայց մյուս կողմից impeachment-ի մասին որ խոսում ենք, ուրեմն impeachment-ը կարևոր է, շատ կարևոր է նույնիսկ ոչ թե որպես ինքնին process, չնայած ինքնին process-ը արդեն բավականին հաջողության կարող է հասնել, հա, որովհետև շրջան է, որ քաղաքական ուժերը ավելի պոլարիզացվել են, շրջան է, որտեղ ուրեմն ՀՊ-ի պատգամավորների նշանակալի մասը գիտի, որ չի վերընտրվելու, այսինքն նրանք ցուցակներում չի հայտնվելու, հա։ Այո, ցուցակներում չի հայտնվելու, այսինքն չպետք է բացառել, որ նրանք նույնպես կարող են որոշակի պայմանների դեպքում միանան այս process-ին, սակայն սա մի կողմ։ Ես կարծում եմ, որ impeachment-ի հետ կապված ամենակարևոր խնդիրն այն է, որ impeachment-ը կարող է լինել շատ ուղղ, շատ լեգիտիմ պատճառ, որպեսզի սկսվի փողոցային շարժում։ Հիշում եք, խոսում ենք անցած անգամ, որ փողոցային շարժումը անհրաժեշտ է թե նախընտրական, թե ընտրական եւ թե յետընտրական ժամանակաշրջաններում, որովհետեւ Նիկոլին ասում ոչինչ չկա։ Նիկոլին Ես դրա համար եմ ասում, որ ուրախալի է, որ առաջատար ուժը նույնպես այսպես գուցե նաև փորձարկում սա կարելի է համարել, երեք շատ տարբեր վայրերում Երևան քաղաքի բողոքի գործողություններ կատարեցին, ինչը շատ դրական է։ Նիկոլին ուրեմն շարունակեմ չի զսպում ոչ սահմանադրությունը, չի զսպում իրավաբան, համակարգը, օրենքները, գիտեմ, նույնիսկ Ռուսաստանը չի զսպում, պատկերացնում ես, Ռուսաստանի մասին դեռ առանձին խոսեմ։ Ուրեմն միակ բանը, որ այսօր Նիկոլին կարող է զսպել, դա փողոցն է։ Ես կարծում եմ իմացել օրինակ բերման ենթարկվածներ են եղել, այ Հա, բայց բան չէ, հիմա արդեն վիճակային աստիճանը հասել են, որ 3 ժամով տանում են, էլ տենց շատ մեծ հանրային արձագանք չի լինում, որովհետև տեսել ենք այս մի տարվա մեջ ինչ այլանդակություն ասած չենք տեսել, հա եղել են մարդիկ, որ 3 ժամով բերման են ենթարկվել եւ ազատ են արձակվել։ Եվ իսկապես ես ասեմ քեզ մի անգամ էլ այս բանը ուժեղ Հայաստան չէր այն ժամանակ, չգիտեմ ինչ էր, արդեն Սամվել Կարապետյանն աջակցության դեռ բաներ, ինչ էր, մեր ձևով շարժում էր։ Հա, ուրեմն մի անգամ էլ հանրահավաք կազմակերպել, ես հիշում եմ, ես էլ հետեմ այդ բանի Հյուսային Պողոտայում, բավականին լավ, բավականին, ինչ ասեմ, մարդաշատ հանրահավաք էր, բայց ակնհայտորեն փորձ չունեն իրենք հանրահավաքներ կազմակերպելու։ Ամեն դեպքում մարդիկ այդքան էլ հիասթափված չէին եւ այն ժամանակվանից պետք է երևի բարբերաբար կազմակերպել, բայց հիմա չգիտեմ, արդյոք սա կդառնա իրենց մոտ սա մի անգամյա ակցիա է, թե կդառնա գործողություն mainstream։ Հույս ունենք, որ դա կդառնա ավելի պարբերական գործողություն, ել ավելի մեծ հույս ունենք, որ դա չի լինի մեկ առանձին ուժի հարց, այլ գոնե այս հարցում ընդդիմությունը միասնական կլինի, որովհետև վերջին հաշվով խոսքը վերաբերում էր քաղբանտարկյալների խնդրին։ Սամվել Կարապետյանը հիշեցնենք, որ տնային կալանքի տակ է, հիշեցնենք, որ 9 ամիս է արդեն անազատության մեջ է, որից ուրեմն մոտավորապես 7 ամիսը բանտային պայմաններում եւ 2 ամսից մի քիչ շատը տնային պայմաններում եւ տնային կալանքի պայմաններում եւ այս տրամաբանությամբ մենք նույնպես այստեղ գործ ունենք իրավապաշտպանական բաղադրիչ ունեցող խնդրի հետ, իսկ գոնե խոսքի մակարդակում ընդդիմությունը մշտապես իրավապաշտպանական օրակարգի այս բաղադրիչին շատ այսպես միասնաբար է արձագանքել։
Դրա համար մենք Իսկ հույս ունենք, որ կարող է նաև այլ գործողություններ լինեն, թեկուզ իրավապաշտպանական օրակարգի ներքո։ մի բան հարցնեմ, իսկ Փողոցային այլ ուժերի գործողություններ նկատի ունեմ։ երեք այլ ուժերի, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կային այդ հարավոտների հետ։ Դե ես այսպես կամերաներով չեմ նկատել, որ այլ ուժերի ներկայացուցիչներ այդտեղ լինեին, ամեն դեպքում դա հայտարարված էր հենց իրենց, չէ, հայտարարված էր 3:30-ի դատարանի հավաքը, բայց ոնց որ թե դրանից առաջ էլ չհայտարարված փոքր խմբերով, բայց մի քանի տեղ բավական արդյունավետ բողոքի գործողություններ, կառավարություն եւս մի քանի տեղ բողոքի գործողություններ ունեցան։ Երբ որ խոսում ենք ընդդիմություն միասնականության մասին կամ թեկուզ ասած իրավապաշտպանական բաղադրիչի մասին, չէ, ակնհայտ է, որ Հայաստանում որպեսզի քաղբանտարկյալներ չլինեն, պետք է Հայաստանում իշխանություն չլինի Նիկոլը։ Դե պարզ է։ Շատ պարզ է։ Դե պարզ է։ Այսինքն ընդդիմության միասնականության խնդիրը պետք է լինի Նիկոլին հեռացնելը։ Բայց այսօր տեսնում ենք, որ շատ ընդդիմադիրների համար դա համար մեկ խնդիրը չի, համար մեկ խնդիրը այն է, որ իրենք լինեն երկրի ղեկավարը, սրանք երկու տարբեր խնդիրներ են, հա։ Դե այդ մոտեցումը կա, ես անկեղծ ասած հույս ունեմ, որ այդ ընկալումները այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում, եթե համապատասխանում են, ապա կփոխվի այդ մարդկանց մոտ նաև վերա, բայց ամեն դեպքում, հա, սա այս պահին ամենաառաջնահերթը կարծում եմ չի, որտեվ միասնականության նպաստելու խնդիր եմ ես նաև տեսնում։ Նորից ասեմ, որ ասեմ, շատ ոգևորված եմ այն մասով, որ փայլուն է վիճակը, դա տես չի իհարկե։ Դա տես չի եւ վիճակը կարող է բարելավվել, ընդդիմության խաղաքարտը փողոցային պայքարն է։ Իսկ փողոցային պայքարի առիթներ անընդհատ են, անընդհատ ամեն օր է լինում։ Օրինակ իմ կարծիքով այնինչ տեղի ունեցավ Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի ղեկավարի հետ եւ այն բացատրությունը, որ դրան տրվեց, դա ինքնին առանձին ուրիշ հարցերը մի կողմ փողոցային պայքարի առիթ էր։ Հիշեցնեմ էլի կարճ, որ Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրենին Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, դրանից առաջ այսպես միջանցքային խոսակցություններ էին, բայց մարդը խոստովանեց բացահայտ, որ ինքն է հանձնարարել, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի, այն պատճառով, որ Վենսին Արցախի հետ կապված գիրք է նվիրել, Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի հետ կապված, ուրեմն տարել այդ Խաչքարի մոտ, մի խոսքով դրա մասին է խոսել։ Եվ դա հայտարարվեց, որ կառավարության քաղաքականությանը հակասում է եւ ասաց ես եմ ասել, որ դիմում գրի։ Այսինքն փաստորեն գործից հանել է, որտեղ ինչ արժեքում ես եմ ասել դիմում գրի։ Դիմում գրելը դա անձի սեփական կամքն է։ Հիմա այս հարցը հավասարապես ոնց որ Արարատից էին հրաժարվում բան, դրան հավասարապես հարց է, այսինքն հիմա այսուհետ սրանով ասացին, որ ժողովուրդ ջան, Ցեղասպանության Թանգարան ինստիտուտը այսուհետև տենց շատ կներեք, մեղա, ես չեմ զարմանա, որ վաղը մյուսօր ինչ որ մեկին նշանակեն, որ վեկանա ասույթ է, բայց ով է ասում, որ ցեղասպանություն է։ Այսինքն ժխտողականության ուրացման բանի են ուզում վերածեն այդ կառույցը, այդ գիտական կառույցը։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ ժամանակին ասեց կարծեմ նախարարուհին, որ հանել են գործից այդ վերանորոգման աշխատանքների հետ կապված եւ բարձր սուտ էր ասում։ Այս կարևոր չի, սուտ էր ասում, հա, բայց կարևորը այն է, որ արդեն փորձում են սաղացնել այդ հարցը եւ կարծես թե հաջողվել է, բայց Նիկոլը ուշադրություն ֆոկուսացրեց դրա վրա, ասաց ես եմ ասել, որովհետեւ Արցախի հետ կապված այսինքն ուշադրություն բերեց նրա վրա, որ այս հարցերը, ցեղասպանության հարցերը, Արցախի հարցը, այլևս պետական քաղաքականության այսպիսին է, որ չպետք է այս մասին խոսել, որ Արցախի մասին խոսելը ուրեմն պատերազմի մասին խոսել է, հա, իսկ ինքը խաղաղությունն է, գիտես։ Եվ դրա համար ցինիզմ կա այստեղ որոշակի, բայց որոշակի նաև ինքնավստահություն կա, ես չգիտեմ այդ հիմքը որտեղից է այդ ինքնավստահություն կա, որ ինքը հաջողելու է այս խնդիրը առաջ տանել։ Կրկնեմ, սա արում է նախընտրական շրջան։
Դե Նիկոլ Փաշինյանի հիմնական այսպես հատկանիշներից մեկն էլ այդ ինքնավստահությունն է, որը որ նաև այն դեպքերում են շատ կներեք են թղթախաղ խաղացողների լեզվով ասած բլեֆաները նաև, որ մարդկանց թվում է թե ինքը հենա շատ ուժեղ դիրքեր ունի, հետո կարող է պարզի, որ հեչ էլ ուժեղ դիրքեր չուներ։ Եվ չես կարող ասել իրականում դա տենց բլեֆ է, թե իրականում նա հիմքեր ունեցողի ինքնավստահությունը կամ իրան թվում է թե հիմքեր կան, բայց իրականում չկան։ Էական չի։ Էականը այն է, որ ես ինչից եկա, որ սա այն հարցն էր, որը ինքնին կարող էր հիմք հանդիսանալ որոշակի փողոցային գործով, որ էս չեք անում։ Մենք ունենք սահմանադրություն, չմոռանանք, որ մենք ունենք գործող սահմանադրություն, որտեղ որ ուղիղ նշված է ցեղասպանության հետ կապված հարցերի մասին, որտեղ ուղիղ նշված է Արցախի հետ կապված հարցերի մասին։ Այսինքն դու սահմանադրություն ես խախտում, բայց սահմանադրություն խախտելը բան անել չի, հիմք չի, որպեսզի մարդիկ օրինակ փողոցային պայքարի գործողություններ կատարեն։ Կարճ ասած, այս ընթացքում ընդդիմության ամենակարևոր իմ պատկերացմամբ, ես սա որպես ընդամենը մեկ անձի կարծիք եմ ասում, որը որ չեմ համարում դրա տենց քաղաքագետ չեմ, բայց իմ ընկալմամբ ընդդիմության համար այս բանը շատ ավելի կարևոր է, որպեսզի նրանք մշակեն փողոցային գործողությունների ծրագիր, իրականացնեն այդ ծրագիրը, հնարավորինս համատեղ դա կարող է լինի համաձայնեցված կամ միասնական ճակատով կամ թեկուզ ոչ միասնական ճակատով, բայց համաձայնեցված, դա շատ ավելի կարևոր է, քան այն թե ով է ցուցակի էս ինչ համարում, ով է ցուցակի այն ինչ համարում, այն հարցերը, որոնք որ շատ ավելի նեղ նշանակություն ունեն։ Իմ կարծիքով փողոցային պայքարը շատ ավելի կարևոր բաղադրիչ է օրակարգի, որպեսզի նախընտրական շրջանին էս նախորդող օրերը եւ նաև հետագան ժողովրդական կամքը արտահայտելու տրամաբանության մեջ լինեն, որովհետև ակնհայտ է, որ հականիկոլական այսպես տրամադրություններ ունեցող մարդիկ մեր երկրում շատ ավելի շատ են, բայց իրենք փորձում են իրենց քարոզչամիջոցներով անդադ տպավորություն ստեղծել, որ չէ հակառակն է գերակա։ Մարդիկ պետք է տեսնեն, որ իրանցից շատ կա, իրանց պես մտածողներ շատ կան։ Սա էլ է շատ կարևոր գործոն փողոցային պայքարի մասին խոսելիս։ Ես ճիշտ եմ հիշում, որ նախորդ ընտրություններից առաջ, այսինքն այս ընտրությունների, որով որ ձևավորվել է ներկայացումը, Նիկոլը խոսում էր այն մասին, որ հադրուտ ենք հետ վերելու, իհարկե ենք հետ վերելու, բանակցություններով, հա, իհարկե, ուղիղ, չէ ոչ թե խոսում էր, մի վարքյան ստեղ կարևոր է, չէր խոսում է, ներառել էր իրենց նախընտրական, հիմա էլ ներառված է, այս պարլամենտի նախընտրական ցուցակում ներառված է այդ հարցերը։ Իսկ հիմա ասում եք վсё, ձեր քաշեցինք, չկա, ոչ մի Արցախ, հասկանում եք, այսինքն նրան թվում է, որ այս անցած ընթացքում, հա, անցած 5 տարվա մեջ նա կարողացել է մարդկանց այնքան զոմբիացնել, որ այլևս այս հարցը պետք է հանվի։ Դե հա։ Այդ ժամանակ եթե այդ հարցը կարևոր է այդ հարցը։ Եվ ինչի, այն պատճառը, որ փաստորեն դեմ կանգնող ուժ չկա։ Իսկ դեմ կանգնող ուժը մենք տեսնում ենք ազգային ժողովում, չի ստացվում ոչինչ բան, դե որը պետք է լինի փողոցը։ Եվ տեսնում եք նաև ուժ, որը որ ակնհայտորեն բոլորի կողմից լրելային ընդունվում է որպես առաջատար, թե հարցումներով, թե իրենց դիրքավորումներով, դա շատ կարևոր է այն տեսանկյունից նաև, որ դերընդդիմադիր այդ բաների տեսանկյունից դերևս որոշ առումով շարունակվող բացասական քննարկումների, այսպես ասենք, էլի, այսինքն մեղադրանքների եւ այլն։ Ես չեմ նկատում, որ որևէ այսպես սուր ծայրեր ուղղվեն ընդդիմության կողմից նկատի ունեմ Ուժեղ Հայաստան կուսակցությանը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ եւ դա ինչ որտեղ ֆորա է տալի այդ մարդկանց եւ նաեւ ինչ որտեղ պատասխանատվության լրացուցիչ բեռ է դնում այդ մարդկանց ուսերին եւ հուսով ենք, որ նրանք ի վիճակի կլինեն այդ բեռը պատվով տանելու եւ դա նաեւ պայմանավորված է, իսկ կարճ բանը ասեմ, այն վտանգով, որի մասին օդում կախված այսպես վտանգով, որ կարող է մոլդավական սցենարով կամ ի սկզբանե չգրանցեն կամ գրանցելուց հետո ընտրական պայքարին մինչև վերջ մասնակցելու հնարավորություն ցկեն։ Եվ դրա մասին են իրանց նորաստեղծ են անհասկանալի կառույցի, այսպես կոչված զեկույցը, որի մասին կուզենայի կարճ մենք խոսենք։ Այդ հետախուզական եսիմ ինչի։ Այդ արտաքին հետախուզության ծառայությունը փոստորեն այսքան ժամանակ հետախուզեց եւ հայտնաբերեց, որ ուրեմն օտար երկրներից մեկում
Ահա։ Տեղի օլիգարխները պաստորեն մարդկանց փող են տալիս, մարդկանց տոմսեր են տալիս եւ ստիպում են գալ Հայաստան եւ այստեղ ուժերից որևէ կոնկրետ ինչ-որ մեկի օգտին աշխատել ու քվեարկել դրանց։ Դες սա Տանոշտո Միխալիչ ոնց որ ասում են։ Ահա, մի քիչ անհասկանալի ու ծիծաղելի կնդում է, որովհետեւ նախ չի ասում թե այդ որ օտար երկիրն է, դու գիտես։ Ասենք կարող է Լիխտենշտեյնում օրինակ, էլի, այդպես ինչ Հա, իմաստ։ ընդունված բան կա, որ երբ որ մենք ասում ենք օտար երկիրը խառնվում է Հայաստանին, չէ՞, մենք հասկանում ենք, որ օտար երկիրը դա առաջերտին Ադրբեջանն ու Թուրքիան է, իսկ իշխանությունները ուզում են ցույց տալ, որ այդ օտար երկիրը ուրեմն Ռուսաստանն է, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց համար օտար չեն, հարազատ են։ Հա, արդեն հարազատ են։ Սալակստանի կողմը եւ ես զուտ տեխնիկական մի բան ասեմ, էլի, եթե այդպիսի փոստեր ունեն, ավելի լավ է դա պահել հենց ընտրությունների դիմաց, ավելի լավ է դա օգտագործել հենց ընտրությունների ժամանակ եւ ցույց տալ, որ ասենք ինչ ուժերի կողմից խախտումներ են եղել, բայց չէ։ Անհրաժեշտ է հիմա այս մասը խոսել, որովհետեւ դրա հետևանքով ուրեմն նորից ակտիվացնում են Եվրոպային, որը որ ասի, ռուսներն են գալիս, ուրեմն պետքա դրա դեմ առնել Հայաստանը։ Կամ ավելի վատ, երբ որ այստեղ ընտրություններում կամ եթե այստեղ ընտրություններում Նիկոլը պարտվի, դա իրենց համար հիմք է, որպեսզի ասեն, որ դա Նիկոլը չպարտվեց, այլ ռուսները արեցին։ Հա, նաև իրանք էլ իրանք հետագա տարբերակներն են վստահաբար հաշվարկում, մենք չմոռանանք, որ նաև կա այնպիսի մարմին, ինչպիսի Սահմանադրական դատարանն է, որ կարող են նաև իրանք բողոքարկեն օրինակ, այնտեղ նստած են այնպիսի փայլուն դատավորներ, ինչպիսին օրինակ Սեդա Սաֆարյանն է, Սեդա Սաֆարյանը Սահմանադրական դատարանում։ Բա ինչ, Արտուր Վաղարշյանն է Սահմանադրական դատարանում, այդպես փայլուն դատավորներ կան, որոնք պետքա տեսնեն, թե ԿՊ-ն ճիշտ է, թե ճիշտ չի, էլի, այսինքն մարդիկ, որոնք Սեդա Սաֆարյանը մարտի 1-ի գործով գրդումներ անում, հիմա այդ կարիֆեյը Սահմանադրական դատարանում չլինի, ով լինի, եւ հիմա էլ հենց այս օրերին իրենց քաղաքական ուժի ներկա, գոնե Սեդա Սաֆարյանը քաղաքական կուսակցության անդամ չի եղել, հիմա իրենց կուսակցության անդամին ընդ որում տենց բավական բարձրաստիճան Վլադիմիր Վարդանյանը տենց մեկ էլ գիշերը որոշեց, չէ, ինքը էլ ԿՊ-ական չի, ինքը էլ այդ ուժին չի հարում եւ ուրեմն շուտով դառնալու է Սահմանադրական դատարանի դատավոր, սա այն մարդիկ են, ամոթ էլի, որ ժամանակին քննադատում են այն ինչ որ նույն բանը անում էր արել էր ըստ էության Հրար Թովմասյանը, երբ որ կուսակցության անդամ էր, հանրապետականի վայրեր դրել եւ այսինքն այդ դուք քննադատում եք այդ նշանակմա ձեզ կարելի է իրան չէր կարելի, նորմալ չի, չէ՞։ Իհարկե։ Գիտես ինչ, իրենց համար նորմալ է, այսինքն իրենք կարող են անել այն ամեն ինչը, քանի որ իրենք իշխանություն են։ Իսկ հենց այդ անվորում Վլադիմիր Վարդանյանն էլ մեջներից այն ամենաբացասականի համբավը չունի, բայց ինքն էլ անում է մի բան, որ ինքն էլ քննադատում, այսինքն դա բարոյականության հարց է, էլի դուք այս պահին ձեր արածը կրկնապատիկ ավելի վատ է, քան այն ինչ որ դուք քննադատում եք, որտեղ դուք դա քննադատել եք եւ դրանով դիվիդենտներ եք ձեռք բերել։ Դրանով հարավեր եք անում, դրանով չգիտեմ ինչեր եք, օրենքներ եք, սահմանադրություն եք փոխում եւ այլն։ Սա շատ վատ բան եմ ես համարում եւ նույնիսկ ես ուզում եմ հենց այստեղից հայտարարեմ, որ ես համարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավոր ամենայն անկեղծությամբ Սեդա Սաֆարյանը շատ ավելի ազնիվ է, քան այն մարդը, որ շուտով դառնալու է Սահմանադրական դատարանի դատավոր, այդքան բան։ Ես ուղղակի քեզ մի բան խնդրեմ, արի այդ երկու բառը իրար կողքի չարտասանենք, հա, ԿՊ եւ բարոյականություն։ Հա, համաձայն եմ, դրանք այդ նախադասությունները պետքա միջանկյալ դարձվածներով իրարից էլի բաժանվեն, մի քանի հատ։ Համաձայն եմ։ Պաստորեն, գիտես, ոնց որ թե նախընտրական այս հապը հավաքվում է եւ Նիկոլա իր նարատիվներն էլ բան չի։ Ես ուզում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնեմ, որ էլի խառնվեց եկեղեցու գործերը։ Իհարկե։ Էլի ինչ-որ մի անհամություն, գիտես, դրա մեջ որևէ բան չկա, չէ, որ ուրեմն
սրբազանների կանչել էին հենց եկեղեցական ժողովի կանչել էին ինչ-որ հարցաքննության, Չէ, այդ մինչև սրբազաններին, դե նախորդ օրը վերջի օրն էր բանի Գերագույն հոգևոր խորհրդի, նույն ժամին բոլոր 5 թե 6, մի խոսքով բոլորին կանչել էին հարցաքննության, աշխարհիկ անդամներին։ Ես էլ գնացի մասնակցեցի, բացարձակ այնտեղ հրատապության թեմա չկար էլի։ Կանչեք երեկոյան։ Յախք էլի։ Այսինքն իմաստը այն է, որ ցույց չէ, ժողովուրդ, բանը, այս թեման էլ ես չեմ փակել։ Հա, չէ, լավ է որ ինքը դա ցույց է տալիս, որովհետև մարդիկ կան, որոնց թվում է թե փակել է, որ մարդիկ հասկանան, որ չէ, այս մարդը չի փակելու այս թեման։ Կամ այդ թեման է իրան փակելու, կամ ինքն է թեման մինչև վերջ հասցնելու։ Ես տենց եմ հասկանում։ Հա, ասում եմ, ես հիմա ուրիշ բանով եմ զբաղված, ասա, պերաշկի սուտեմ պրծնեմ, ասա, եվրոպացին կան իրանց էլ կոֆե խմեմ, ու էլի ձեզ Հետո հետ եմ գալու։ Էտա։ Սա կարևոր է, որ բոլորը հիշեն, մեզ չի էլի, որ մի ժամանակյա ակցիա է։ Չէ, այն որ ինքը այդտեղ լուրջ տապալում ունեցավ, դա փաստ է, որովհետև ակնհայտ էր իրանց բոլորի նարատիվներից, վերցնեք նայենք, անընդհատ ականջից բերում էր Facebook-ով էլ էր բերում, որ հեսա 1-2 շաբաթից արդեն բնականաբար Ավազանի անունով են դիմում, բայց վեհապար հայրապետը հրաժարական տալու եւ այլն, այսինքն հունիսից սկսած էս էր, հեսա սպասեք ժողովուրդ, մի շաբաթ, 10 օր, 2 շաբաթ եւ իրանք իսկապես պրավալ ստեղ ունեցան։ Եվ այն, որ հիմա իրանք ունեն պրոբլեմ ընտրական գործընթացում, այսինքն վստահ չի կարելի ասել, որ իրենք ունենալու են մեծամասնություն, դա նաև սրա արդյունքն էր, որտեղ մարդիկ տեսան, որ եթե որ հնարավոր է, այսպես ասենք լավ, որ հնարավոր է մնալ ամուր, մնալ հավատարիմ եւ չտրվել, ընդ որում դա անել ոչ թե այդպես ինչ որ ղժղժ ձևերով, այլ անել արժանապատիվ ձևով, ինչպես վեհապար հայրապետը եւ նրա գլխավորությամբ մեր արժանապատիվ հոգեվորականները։ Այդպես շատ կարևոր է, որ այդ փաստը, այդ երևույթը հանրայնացվի, որ փաստորեն ասվի, որ այո, հնարավոր է, որ այո, Նիկոլից հետո կյանք կա, հա, ինչպես ասում են, ասել է Աննա Հակոբյանը, ասել է ուզում ապացուցի, որ Նիկոլից հետո կյանք գոյություն ունի։ Այնպես որ պետք է այս հարցը անընդհատ ցույց տալ որպես կարևոր օրինակ, որ հա հնարավոր է հաղթել։ Ինչ արեց Նիկոլը։ Կներես, նա ռադիոյի տան դուռ ջարդեց, ասեց ես կարող եմ հաղթել։ Ես դա շատ կարևոր է, հա, իր այդ պրոցեսներում։ Որ ցույց տվեց, որ ինքը ունի այդ իր հնարավորությունը։ Հիմա նույն բանը պետք է ցույց տալ, որ այո, ժողովուրդը իր եկեղեցու ունի այդ հնարավորությունը հաղթել։ Սկսում սա թեմա է լրատվամիջոցների համար, որ պետք է ռասկոտը անեն։ Դե այս ուրախ նոտայի վրա էլ առաջարկում եմ այսօրվա մեր եթերը ամփոփենք, հիշեցնենք մեր ունկնդիրներին, որ մեզ կարող եք դիտել յուրաքանչյուր կիրակի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին 20:00-ին եւ ԱՄՆ արևմտյան ափի ժամով ժամը 8 AM-ին։ Արդեն Դարավինն է, հա, ժամերը փոխել եք, հա, դարավ 9 AM։ Հա, ոչ թե 8-ին, այլ 9-ին։ 8-ին տես մի ժամ ավել կարակ բան անեք, էլի կիրակի օրը քնեք մեր հաղորդումը նայելուց առաջ։ Խնդրում ենք բաժանորդագրվել, խնդրում ենք հավանելու դեպքում լայքել, մենք հեռարձակում ենք այս հաղորդումը YouTube-յան Anti-Fake-ի էջում բանում է, channel-ում է, հիշեցնենք, որ մեր ընկերները, մեր թե Նարեկը, թե Վազգենը գտնվում են կալանքի տակ, Նարեկը տնային կալանքի տակ, Վազգենը բանտային կալանքի տակ եւ մեր հաղորդման նկարագրության մեջ կարող եք տեսնել այն տարբերակները, որով կարող եք տղաներին եւ Anti-Fake-ի հերոսական թիմին օգնել։ Երևի այսքանը, հա։ Այո, այսքանը։ Շնորհակալություն հայտնենք մեզ դիտողներին եւ հրաժեշտանք կհանդիպենք։ Մինչ մյուս կիրակի։ Հաջողություն։